Բարև ձեզ, ներողություն խնամքի տունը որն է? Հա, այստեղ հա, շատ շնորհակալ եմ։ 38-ամյա Ամալիա Պետրոսյանն արդեն 7 տարի է ապրում է Սպիտակի խնամքի կենտրոնում։ 3 տարեկանում նա կորցրել է մորը, իսկ հայրը նոր ընտանիք է կազմել ու հեռացել։ Ամալիան ու եղբայրը մեծացել են տատիկի հետ, սակայն արդեն 18 տարի է կապ չունեն իրար հետ։ Նա սովորել է Աճարյանի անվան համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել ու մի քանի տարի ապրել Ռուսաստանում։ Ամալիա ջան, ողջույն։ Ես հասել եմ արդեն, մուտքի մոտ եմ, ներս մտնեմ։ Հա, հեսա ես դուրս կգամ։ Հա, լավ տեսա։ Հա, Վերադառնալով բնակվել է Վանաձորում, այնուհետև հոգեկան առողջության խնդիրների ի հայտ գալու պատճառով տեղափոխվել Սպիտակ։ Արդեն 6 տարի է Ամալիան զբաղվում է գոբելենագործությամբ, վերջերս բացահայտել է նաև ուլունքագործությունը եւ հողագործությունը։ բարև ձեզ։ Ոնց եք, ինչ սիրուն է ձեր բակը։ Հա, շատ։ Ողջույն Ամալիա ջան, ես Կուշանն եմ։ Ուրախ եմ շատ։ Ամալիա Պետրոսյանն եմ, 38 տարեկան, քաղաք Երևանից։ Սիրում ես Մայլի Սայրուսին։ Հա, մենակ ես երկը։ Այս քո արագ քայլերի երգն է։ Մարդկանց ավելի շատ շուտ վստահում եմ ու շատ ուշ ճանաչում եմ։ Բաներ կա, որ չի կարելի նույնիսկ կիսվել, պետք չի, բայց հիմա չեմ կարողանում պահել, բայց փոքր ժամանակ շատ ինքնամփոփ եմ եղել, երբեք ինձանից ոչ մի բան չեն կարա իմանալ։ Հիմա էլ չեն կարա իմանալ, եթե խոսքը վերաբերվի ուրիշ մարդուն, բայց եթե խոսքի մասին է, հաստատ կիմանան ինձ ա վերաբերվում, բայց բաներ կա, որ իրոքից չի կարելի էլի ասել մարդկանց։ Հասարակության մեջ եմ ապրում, հիմա ես առանձին չեմ, իմ տանը չեմ, իմ հարազատների հետ չեմ։ Դրա համար ամեն կարծիք ինձ համար կարևոր է։ Հա, այդ դերը դիրակը չէ, ես այդ բանդուրները դերիչ։ Տատիկս մահացավ, ընդունվեցի համալսարան, բարեկամներս էին օգնում, որ ապրեմ ու սովորեմ միաժամանակ։ Գնացի հետո Ռուսաստանի Դաշնություն, ուսումս կիսատ թողեցի քեռուս մոտ, վերադարձա, զգացի, որ ունեմ խնդիրներ առողջական ու ծանոթներից մեկս ասաց, որ գոյություն ունի սենց Սպիտակում խնամքի տուն, կարող ենք տանել քեզ այնտեղ, որտեղ որ դու կկազդուրվես ու կգան քո հետևից։ Ու այդպես վերեցին այստեղ 7 տարի է, որ ես 2018 թվականին եմ եկել, 7 տարի է, որ այստեղ եմ ապրում։ Ականջիս ձայներ էի լսում, կպչուն մտքեր էի ունենում։ Դե տարօրինակ մտքեր էլի, որ ոչ նորմալ։ Կյանքը հարաբերական է։ Դժբախտությունն ու երջանկությունը իրանք հարաբերական բաներ են էլի։ Ինչ որ մի բան մտածել եմ, որ Աստված չի տանջում, բայց մի դեպքում մտածել եմ, որ Աստված տանջում է նրան, ում շատ է սիրում ու կարելի է պայքարել։ Երևի դա փորձություն էր, երևի այդպես պետք է լիներ, երևի չկա չարիք առանց բարիք ու տենց առաջնորդվել եմ։ Չեմ փորձել ինչ-որ կանգնեցնել իմ կյանքը կամ չեմ լացում, աշխատում եմ գտնեմ մեկին հարազատ ու կիսվել, խորհուրդ հարցնել, ինչու՞մն է կայանում իմ մեղավորությունը կամ միգուցե ես եմ սխալ եղել, ես չեմ կարողանում հասկանալ, որովհետև մարդը սովորաբար իր սխալները չի տեսնում։ Դիմացինինը ավելի հեշտ է նկատել։ Օրինակ եղել է մի բան, մեկի սխալը ես տեսել եմ, ասում եմ, «Միսի ոնց կարողացավ ինքը այդ սխալը անի էլի»։ Ու հետո եղել է այդ նույն սխալը ես եմ արել, ասում եմ, «Տես, օրինակ ես չնկատեցի, ես ոնց արեցի այդ նույն սխալը, որ արեց այդ մարդուն, որի վրա ես զարմացած էի մնացել»։ Փորձում եմ ինքնակրթվել իմ սխալների վրա։ Հանգստացնում է, շփում է հողի հետ, ինքը առհասարակ հանգստացնում է։ Ինձ թվում է ինչ որ խնդիրներ պետք չի ունենաս, որ շփվես հողի հետ, հենց այնպես սովորական մարդն էլ օրվա մեջ մի 5 րոպե կամ 10 րոպե ունենա շփում հողի հետ, աշխատի, ու թեկուզ մի հատ ծաղիկ իրա բակում աճացնի կամ ինչ որ տենց։ Ինքը էլի հանգստացնում է։ Չգիտեմ, ինձ մոտ այդպես է։ Իսկ որ ասում ես սովորական մարդ, դու քեզ սովորական չես համարում։ Համարում եմ, բայց հա իհարկե համարում եմ։ Ինձ հիվանդանոց տարան զրույցի ու դեղեր նշանակեցին, ասացին, որ հոգեկան խնդիրներ ունի, իրան պետք է բարգացնել, նորմալ չի, ոնց կարա մարդու ականջին ձայներ լսվի, ում հետ կարա խոսա։ Եթե նույնիսկ ունես, պետք չի ասել կամ կարելի է այնպես ասել, որ
Չգիտեմ։ Հիշում եմ ինձ տարան ասացին, որ խնդիրներ ունի, պիտի պարկի եւ բուժվի։ Ես ագրեսիվ էի ինձ դրսևորում, հիշում եմ, ասում էի ես հիվանդ չեմ։ Ինձ բաց թողեք ես գնամ, մի մեկուսացրեք, մի փակեք, բայց ինչ չէին լսում։ Տենց այնքան դեղեր նշանակեցին, տվեցին միջև հանդարտվեցի ու համակերպվեցի այն մտքին, որ ունեմ խնդիրներ։ Ծանոթներից մեկը, որի հետ ես շփվում էի, Կիրովականում, ինքը ասեց, ես քեզ կտանեմ բժշկի։ Չէի ասել, որ բժշկի կարիք ունեմ, ինքն էր նկատել, տենց տարավ։ Իմ պահվածքից, իմ խոսելուց նկատում էր, որ օրինակ եթե ինչ-որ մեկը խոսի, դու իր տանը լինես, ինքը խոսի, ու դու ասես, ինքը ասի, ես քո հետ չեմ խոսում, ուրիշ մարդ է հետս խոսում։ Դու դա տարօրինակ կհամարես, չէ՞, պարզ է։ Եթե այդ մարդու ձեռքին հեռախոս չկա ու ինքը խոսում է, ու տան մեջ մենակ դուք եք երկուսով, ոնց կարաս դա տարօրինակ չհամարես, ուրեմն խնդիրներ ունի։ Պատասխանում է, ես իմ ականջին ձայներ էի լսում, այդ մարդուն պատասխանում էի տենց։ Օրինակ, ոնց որ օրինակ հիմա դու իմ հետ խոսում ես, այդպես տենց մարդը հետս խոսում էր, որ ես իրան պիտի պատասխանեմ նման կերպով, բայց այդ մարդը իրականում չկար։ Ընդհանրապես արվեստի հետ առնչվելը շատ կարևոր բան է մարդու համար։ Փորձում ես ու ինչ-որ մի բան մոտդ ստացվում է, դու այդ գործով չես զբաղվել։ Ընդհանրապես ես հիշում եմ, ես դպրոցում էլ աշխատանքի ուսուցում չէի սիրում։ Դրա համար հիմա որ աշխատում եմ, լավ զգացողություն եմ ունենում։ Թվում է կյանքի շատ մենակ մնալու հետ է կապված եղել այդ խնդիրը։ Եթե մենակ չլինեի, շրջապատված լինեի մարդկանցով, որոնք որ ինձ կսիրեին կամ ինչ-որ մի բան, ինձ թվում է այլ կերպ կդասավորվեր իմ կյանքը։ Չեմ ուզում մեղադրեմ ինչ-որ մեկի, ամեն մեկն էլ ինչ-որ իր խնդիրն ունի կամ ուշադրություն ցույց տային կամ օրինակ օրերից մի օր զանգեին կամ հետաքրքրվեին որտեղ եմ, ոնց եմ ապրում։ Ես 7 տարի այստեղ եմ, ինձանով ոչ մի հարազատ չի հետաքրքրվում։ Միգուցե ես վատ տեղում եմ կամ միգուցե իմ հետ ինչ-որ մի բան է եղել։ Չնայած ես հիմա այնքան սիրով շրջափակված եմ, որ իմ համար այդքան էլ արդեն էական չի, ինձանով կհետաքրքրվեն թե չէ, բայց այդքան սառը լինել չի կարելի ինձ թվում է, այդ էլ կապ ունի։ Այդ էլ կարա ասի, ոչ միայն սեփական քո մեղքը, որ դու ինքնուրույն չես կարողացել։ Ես շատ օրինակ ընկերներ ունեմ, որոնք ինձ նման ծնողներ չեն ունեցել, բայց իրանք ինքնուրույն իրենց կյանքը դասավորել են, իրանց ընտանիքներն ունեն, իրանց աշխատանքներն ունեն, ասում եմ օրինակ ինչի է, այդ մարդը կարողացավ, ես չկարողացա։ Այդ մարդկանց մոտ էլ ինչ-որ հարազատները չեն գնացել, բան չեն արել, բայց ինչի էլ իրանց մոտ։ Ուրեմն այդ մարդը ինքը իրանով ավելի ուժեղ գտնվեց, ավելի խելացի կարողացավ դուրս գա այդ վիճակից, ինձ մոտ չստացվեց, բայց չի դատապարտել, հատուկ միլի միջոցով աթելվում, ու այսի հակառակ կողմն է, այսպես գործելով գնում ես առաջ, լցնում ես գույները։ Մեծ կարամ փորձեմ։ Հա, իհարկե։ Սել հակառակ կողմից ինքը ստացվում է, ուղղակի առաջի աշխատանքա, դրա համար սենց տակյաղ է, ինչ-որ մեկի առաջի աշխատանքը։ Հա։ Հիմա սպասի, մի հատ նորից ասում։ Ինքը ամբողջությամբ պետք է անցքերի մեջ եմ հա, բայց ասես բայ որ սեղանին չկպնի։ Թելնել պետք է ազատ թողես, բռնի հելը, դրնե ասենց պետք է թողես։ Սկզբում ուրախ էի, որ ժամանակավոր էին բերել, որ երկար չեն մնալու։ Ծանոթացա բնակիչների հետ, իրանք խոսեցնում էին, հարցեր էին տալիս։ Այդտենց մոռացա որտեղ եմ գտնվում, ինչ որ խնդիրներ ունեմ, մոռացա այդ ամեն ինչի մասին։ Մեջս հետաքրքրություն առաջացավ շարունակել ապրել, մինչև որ կգան կտանեն։ Ինձ թվում է դեղերը օգնեցին կամ մարդկանց հետ շփումը օգնեց, որ վերացավ այդ ամեն ինչը։ Չեմ կարող ասեմ ոնց վերացավ։ Դեղերը պարբերաբար խմում էի։ Հնարավոր է այդ դեղերը օգնած լինեն։ Հնարավոր է նաև միջավայրը։ Դու առաջին օրը եկել ես ու միանգամից ստացվել է։ Չէ, ինչ ես գտնում չի ստացվել։ Հանգոկի կինոյի մեջից է աղջիկը։ Տեսել ես նա Պարոգե Վեչնեսի։ Այդ կինոյի մեջ է այս աղջիկը։ Սրա վրա օրինակ ինչքան ժամանակ ես ծախսել։ Այս 15 օր։ Երևի 2 շաբաթում եմ գործել։ Օրական քանի ժամ։ Օրական 2 ժամ, 3։ Առավոտ վեր եմ կենում ժամը 8-ին, 7:30 կամ 8-ին։ Մեր դեղերն ենք ընդունում, խմում, հետո նախաճաշում ենք
կամ հողամասում փոքր աշխատանք են անում կամ անգլերեն են պարապում, դաս են անում։ Խոսակցական անգլերեն են պարապում, կամավոր մի հատ կին կա, ես օրական կեժան պարապում եմ։ Շատ տնայիններ տարիք։ Էլ ինչ ես անում, Ամալիա։ Գոբելեն եմ գործում, բայց ոչ բարբերաբար։ Ունենում եմ պատվերներ, շատ աշխատանքներ եմ ունեցել, որոնք վաճառվել են Մինաս Ավետիսյանից կամ հենց մարդիկ իրենց ուզած նկարն են տվել այդ նկարներից։ Հետաքրքիր է։ Երբ որ դուք աշխատած գումարն ես ունենում, հետաքրքիր է։ Իմ կարիքներն եմ հոգում։ Ինչ-որ բան նենց չի էլի, որ շատ բաների կարիքներ ունենամ, բայց կարող է ինչ-որ մի բան տեսած լինեմ, ուզենամ, տենց գնեմ։ Դասընթացներ են լինում շատ հետաքրքիր թեմաներով, ընտանեկան բռնության վերաբերյալ, ինքնակննադատության վերաբերյալ, հետաքրքիր հոգեբանական դասընթացներ են լինում, բոլորը շատ լավ են վերաբերվում, ինձ չեն վերաբերվում, որ եկել եմ ինչ-որ հաստատությունից, ուրեմն ունեմ ինչ-որ խնդիր։ Չէ, լինում է, իհարկե, այս նկար է, բայց ոչ թե շատ, ահա, ուղղակի ինքը ծավալով էր մեծ, հա, դրա համար երևի մի քիչ հոգնելով եմ արել, բայց հաճույքով, քանի որ ես էի ուզել, սիրում եմ ձի, կենդանիներ սիրում եմ ընդհանրապես, մի քիչ ջղայնացած, որովհետև մեծ էր, փոքրի վրա էլ սիրուն չէր ստացվի, ունեմ ձեռի նկարած նկարներ, Որոնք, հեսա Ամալիա, էսի պոպարտա, մեր նկարիչն է։ Մի տարի էր, որ այստեղ մնում էի, 6 տարի առաջ եմ սկսել գոբելեն գործել, ինձ սովորեցրել է Արծրոնը, մեր նկարիչը, սկզբում ինձ մոտ չէր ստացվում, բայց ինքը միշտ ասում էր շատ լավ է կստացվի, ստացվում արդեն, բայց նենց աշխատանքներ, որ հիմա նայում եմ, ծիծաղում եմ էլի, որ դրան չարժեր ասել, նույնիսկ ստացվել է։ Տենց ես էլ հավատում եի, որ իսկապես իմ մոտ ստացվել է, ու տենց աստիճանաբար սկսեց ստացվել։ Գոբելեն գործելը իմ համար արտերապիա է, ինքը օգնում է ինտեգրվել հասարակության մեջ, ստեղծագործելով կարողանում եմ բացահայտել իմ էմոցիաները, մտքեր ու ցանկությունները, ստեղծագործելով կարողանում եմ նաև ինքնարտահայտվել ու գտնել մի նոր աշխարհ ավելի վառ ու գունավոր լույսերով, հետաքրքիր է։ Ավելի ինքնավստահ ես զգում, երբ որ աշխատանք ես կատարում այդ պահին, ինքը ինչ-որ մի հետաքրքիր զգացողություն է։ Նամանավանդ ամեն աշխատանք ավարտին հասցնելուց ունենում եմ յուրահատուկ այդ զգացողությունը։ Հետաքրքիր զգացողություն, որ չեմ կարող բառերով բացատրեմ։ Չգիտեմ ոնց բացատրեմ։ Այն մենակ, որ ավելի ինքնավստահ ես քեզ զգում, Եթե մի բառով նկարագրես գոբելենը, քեզ ինչ է տալիս։ Ինքնավստահություն, դե հա, որ կայացած չեմ ունեմ։ Ինչ պիտի լինի, որ դու քեզ համարես կայացած։ Երբ որ ինքնուրույն լինեմ, այդ դեպքում կհամարեմ ինձ կայացած, ինքնուրույն կարողանամ, ոնց ասեմ, հոգամ իմ կարիքները, այդ դեպքում ես ինձ կհամարեմ կայացած ավելի։ Ամենամեծ կարիքը, որ դու հիմա ունես ու որ կուզենայիր հոգալ, ի՞նչն է։ Կուզենայի ունենալ իմ տունը, իմ աշխատանքը, շփումը իմ հարազատների հետ, կուզենայի իմ տունը լիներ Երևանում, իհարկե լիներ իմ գոբելեն աշխատանքներից այնտեղ, էլ ինչ կուզենայի, սիրում եմ Երևանը, նկարչություն է երևի կուզենայի, որ նկարել իմանայի, բայց չի ստացվում ամեն ինձ թվում է արվեստի մարդիկ ծնված են լինում, ի վերուստ է լինում տրված իրենց այդ, չնայած աշխատանքի շնորհիվ էլ մարդ կարա մեծ արդյունքների հասնի, բայց այն չի լինի, ինչ որ տրվում է ի վերուստ նկարիչներին էլի, մի օրում, երկու օրում մարդ ինքը չի կարա իրան նկարիչ հռչակի ու ասի, որ ես նկարել գիտեմ։ Իսկ ընդհանրապես դու գույներ սիրում ես Այո, գույներ սիրում եմ, շատ եմ սիրում Մինաս Ավետիսյանի աշխատանքները, որովհետև այնտեղ գույները շատ են ու հետաքրքիր է։ Տրամադրություն բարձրացնող է, ինչ որ գույները։ Բնակ ու երազանքը։ Իմ երազանքը, որ իմ տունն ունենամ ու իմ աշխատանքը ու շնորհակալությունս հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել։ Այն ժամանակ, երբ որ ես ունեցել եմ դրա կարիքը, ոչ թե այն ժամանակ, երբ որ պետք չի եղել։ Ու այդքանը, երևի։
Facebook-յան էջուն ես, որտեղ տեղադրում ես քո արած գործերը։ Wow, amazing։ Այս ոգևորում ես Ամալիա։ Հա, դա շատ բան չեմ նայում, ուշադիր, բայց ոգևորում է, ոնց կարա չոգևորի։